ամենա, այսպես ասենք, սկզբունքային տարբերությունը, որ մենք ունենք եւ որը պետք է փորձենք հաղթահարենք, դա այն է, որ այս երկկողմանի ձևաչափը ադրբեջանցիների համար ենթադրում է, որ ընդհանրապես միջազգային հանրության ներգրավվածությունը գործընթացների մեջ չպետք է լինի։ Մեր մոտեցումը մի փոքր այլ է, որ օրակարգը այո պետք է ձևավորվի երկկողմանի մակարդակով, բայց դա չի նշանակում, որ միջազգային իրավունքի, միջազգային հանրության մոտեցումների, սկզբունքների հարցերը չպետք է դառնան որոշ չափով հիմք մեր հարաբերությունների կառուցման տեսակետից։ Սա կարծում եմ սկզբունքային հակասություն է։ Դա չի նշանակում, որ օրինակ այս գործընթացում մենք կաշկանդված ենք աշխատել միջազգային գործընկերների հետ, բայց ադրբեջանական կողմը այստեղ լուրջ վերապահումներ ունի եւ դա կարելի է բացատրել, ես երևի երկար վերլուծությունների մեջ պետք է ընկնեմ, որպեսզի ամբողջությամբ այդ հարցը բացեմ, բայց դուք երևի հասկանում եք եւ աշխարհաքաղաքական տեսակետից եւ հնարավորությունների տեսակետից, ինչով է դա պայմանավորված։ Մյուս հարցը, որի շուրջ մենք վերջնական համաձայնության չենք հասել, դա ասենք նույն տեղանունների խնդիրն է, կան հետաքրքիր գաղափարներ այստեղ, որ միգուցե սահմանափակումներ եւ փոխադարձ պայմանավորվածություններ կարող են լինել միայն այն բովանդակության համար, որը դուրս է գալիս պաշտպանական կառույցներից։ Տարածել դա ամբողջ հասարակության վրա, որպեսզի մարդիկ, որոնք ժամանակին տեղափոխվել են, ասենք Ադրբեջանից Հայաստան, եւ ունեն իրենց գյուղի անունը, որը իրանց չեն փոխելու իրենց շփումների, իրենց հաղորդակցության ընթացքում, քանի որ դա պահանջում է կամ քանի որ Ադրբեջանը այդ գյուղը այդպես է կոչում, դա չի լինելու եւ դրան պետք է հանգիստ վերաբերել։ Դա չպետք է ընկալվի որպես տարածքային պահանջ եւ նույնը վերաբերում է ադրբեջանցիներին եւ մենք պետք է սովորենք հանգիստ վերաբերել, եթե տարբեր ձևով են տեղանունները հնչում, եթե դա պաշտոնական հաստատքներում չի, պաշտոնական հաղորդակցություններում չի։ Սա մի մոդել է, որը քննարկվել է, բայց որի շուրջ վերջնական ինչ-որ պայմանավորվածություններ չկան։ Եվ դրանով է կարևոր այս գործընթացի հետևողականությունը, որ չլուծված հարցերը դուրս չգան օրակարգից, այլ միգուցե ինչ-որ պահի ստանան իրենց համաձայնեցված լուծումները։ Շնորհակալություն։